Ես խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր կլսեն այս տեսաուղերձը, անպայման տարածեն, որպեսզի հանրության հնարավորինս լայն շերտեր տեղեկանան, թե ինչ վիճակում է Միքայել Սրբազանը եւ ինչ առողջական խնդիրներ ունի։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մեզ տեղեկացրեց, որ Միքայել Սրբազանը խնդիրներ ունի առողջական, դրանք այնպիսի խնդիրներ են, որոնք հնարավոր չէ բանտում լուծել։ Այս առումով ես նաև ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել Միքայել Սրբազանի հետ կապված գործի։ Ես առաջին անգամ եմ սրա մասին խոսում։ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել եւ դրա հետ կապված այդ զգայուն շատ կարեւոր հարցը պետք է օր առաջ լուծվի։ Սրան ի պատասխան ԿՊԱ-ական նախարար Սրփուի Գալյանը շատ հանգիստ տոնով ասաց, թե ծայրահեղ խնդիրներ չկան։ Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված, ոչ, ես խոսում փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, ով գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի եւ այնտեղ պահող անձանց հետ։ Ես չգիտեմ Սրփուի Գալյանին ինչն է դրդում, որ նա նման հանգիստ տոնով խոսի։ Ես չգիտեմ ինչ է ասել ծայրահեղ խնդիրներ, այսինքն ենթադրում եմ իրենք ծայրահեղ կհամարեն այն, երբ որ մարդը Աստված հերոպայի մահամերձ վիճակում լինի եւ նոր բանտից դուրս հանեն, ասեն դե թող դրսում ինչ լինում է թող լինի։ Սա վստահաբար իրենց վրա շատ թանկ է նստելու։ Սրփուի Գալյանը պիտի հիշի, եթե չի հիշում, որ իրենց քաղաքական հետապնդումների հետևանքով բանտում հայտնված ընդդիմադիր պրոդյուսերը Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում։ Այդ մահը, որը քաղաքական հետապնդումների հետևանք էր, կարելի է նաև ինչ որ իմաստով համարել ուղիղ սպանություն դատարանի դահլիճում։ Սրփուի Գալյանը լավ պիտի հասկանա, որ Միքայել Սրբազանի առողջական խնդիրների վատթարացման պարագայում գլխավոր պատասխանատուն ինքն է լինելու, որ այսքան հանգստությամբ խոսում է մարդու առողջական խնդիրների մասին։ Սիրելի հայրենակիցներ, Սրբազանը իրականում ունի առողջական խնդիրներ, Սրբազանի առողջական խնդիրները անհամատեղելի են բանտարկության պայմանների հետ, այդ բանտարկությունը ապօրինի է, մի կողմ թողնենք այն, որ սրանք հանցավոր ճանապարհով այդ պատվարժան մարդուն բանտարկել են, գանք դրան, որ նաև առողջությանը փորձում են անդառնալի վնասներ հասցնել։ Ես կարող եմ նման ենթադրություններ անել, իրավունք ունեմ, Արմեն Գրիգորյանի ցավալի օրինակը մեր աչքի առաջ է։ Եվ հիմա հասարակություն շատ արագ պիտի արձագանքի սրան, պահանջի, որպեսզի առնվազն պատշաճ բուժօգնություն ստանա Միքայել Սրբազանը։ Մեր վերած բողոքի մեջ, մասնավորապես ես ընդգծում եմ։ Դատարանի դահլիճում մեղադրյալի աթոռին նստած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատանում է դատական նիստի մեկնարկից մոտ 25 րոպե հետո։